Ժողովուրդ, ողջույններ, այսօր աշխատում ենք մեր այս ֆայլերի բաժնի վերջին խնդրի վրա, առնվազն այս վիդեոյի նկարելու ընթացքում վերջին։ Խնդիրը հետևյալն է, ունենք ասենց կոչված լոգերը հետանա, որ ինչ-որ ծրագիր ընթացքում տպում է որոշ տվյալներ մեր համար, իրենք պրինտերի պրոֆեսիոնալ վերսիան են, այսպես ասած, բայց կարևոր չի, այդ հիմա շատ էական չի։ Մեզ հիմա կարող է, որ իրանք ունենում են 3 հատ մակարդակ, ոչ 3, բայց այս խնդրում 3-ն է ներկայացված։ Մեկը info, դա ուղղակի ինչ-որ ինֆորմացիա հայտնող print-ն է, ինչ-որ ինֆորմացիա հայտնող log-ն է։ Մեկը trace ու մեկը error։ Այդպես տարբեր կատեգորիաներ կան, իրենց մակարդակներ են անվանում։ Ու մեզ խնդրում է, որ մենք բացենք այս log.txt ֆայլը, ու ստեղ այս նախնական կտորից, որտեղ որ գրած է ինքը ինչ տեսակ է, info-ա, trace-ա, ինչա, օր, ժամ ու տենց այդ ամեն ինչ գրված է, այդ սաղից ազատվենք ու տպենք մենակ այս կտորը։ Այն բուն նամակը մենակ տպենք, էլի այդ նախածանցը չտպենք։ Ահա, դե եկեք փորձենք։ Նախ մի հատ կարդանք էս մեր մուտքը, ասենք with open ֆայլի անունը log.txt էր։ Որպես F բացենք ու եկեք միանգամից split արածը կարդանք, արդեն շատ ենք sense բաներ արել, այսինքն համ read անենք, համ միանգամից split անենք նոր տողի նշանով։ Այստեղ կետ։ Տպենք ես մեր log lines-ը։ Հեսա։ Այս մեր լիստի էլեմենտներն են հերթով։ Սենց։ Հիմա պետք է հերթով իրենց վրայով անցնենք, այսինքն ցիկլ պետք է պատտվենք։ Ու ինչ պետք է անենք, պետք է հասկանանք, թե ոնց ենք կտրում գցում մի կողմ այդ մի մասը, այսինքն ասենք for line in, եկեք մի քիչ մոտենանք, for line in log lines, հիմա մի տարբերակ ջնջելու այդ մեզ պետքական մասը, ոչ պետքական մասը, այդ նա, որ հասկանանք որտեղ է բրծնում այդ մեր մասը, այսինքն հասկանանք ինքը info-եր, trace-եր ու ինչեր ու որտեղ է ավարտվում, դա չենք կարա ֆիքսած ինդեքսների քանակ հաշվենք, ինչի, որովհետև ուղղակի բան է լինում, էլի ինքը trace-ը օրինակ ավելի երկար է, քան info-ն, կանք փորձենք գտնել, թե ինչ մակարդակով է, եթե info-ով է, ըստ info-ի բաժանենք, որ ամեն ինչ info-ից ձախ մի մաս լինի, մի մաս info-ից աջ մի մաս լինի, ու ձախ մասը ուղղակի գցենք մի կողմ, աջ մասը տպենք, այդ մի տարբերակն է, եկեք մի հատ այդ տարբերակը գրենք սկզբում, այսինքն եթե info լինի ինքը ու իր մեջ info տեքստը պարունակվի, այս դեպքում մենք ասենք, որ ինքը իր մակարդակը info մակարդակ է, հետո եթե լինի elif, եթե լինի trace իր մակարդակը, կասենք, որ level-ը հավասար է trace-ի, սենց կիմանանք ինչով է ինքը բաժանվում, էլի, որտեղ է ավարտվում այդ նամակը։ Ստեղ կարանք else գրենք, բայց ապահովության համար եկեք ասենք elif, ու կստեղ գրենք error in line, այս դեպքում է level-ը կասենք, որ error մակարդակի բան է տեղի ունեցել։ Հիմա մեզ պետք է split անել այս ամեն ինչը ըստ level-ի, եկեք մի հատ գրենք print մեր line get split ու ըստ level-ի, այսինքն որտեղ level տեսնա, դրանով բաժանի, եկեք մի հատ է break տնենք, որ մենակ մի հատ տպի ավելի հեշտ գլուխ անենք ինչա կատարվում։ Տեսեք ինչ է լինում։ Այս մեր առաջի կտորն է, ահա։ Այս մեր երկրորդ կտորն է։ Այս երկրորդ կտորն է մեզ հիմա արդեն պետք։ Այսինքն ստեղ եթե print անենք line get split level 1, կգանք այս սրան, ինչը այս նույն առաջի տողն է, ուղղակի սկզբում այս բացատները կան, այս բացատներից եթե չազատվենք էլ այս խնդրում օքեյ է, բայց ընդհանուր առմամբ բացատներից ազատվելու համար գուցե հիշեք, որ string-երի մեթոդ կար, ինքը strip մեթոդն էր, որը որ ձախից ու աջից ազատվում էր մեր գրված նիշերից, օրինակ եթե գրեինք a, ձախից ու աջից ինչքան a կա կջնջեր, հենց մինչև հանդիպեր ոչ a նիշի։ Սենց որ ոնց որ դատարկ թողենք, ինքը ուղղակի բացատները կհեռացնի այս մեր դեպքում, ու նաև կար
L-strip ու R-strip, որը որ մեկը մենակ ձախից էր հեռացնում, մեկը մենակ աջից, եթե այստեղ այսենց էլ գրենք թողենք ինքը արդեն ճիշտ է, բայց եկեք L-strip անենք, որ լրիվ իդեալական համընկնում լինի։ Ու սրանով արդեն խնդիրը լուծվեց։ Մուտքը լրիվ նույնն է։ Այստեղ սկզբում ուղղակի level ենք նշանակել, որ չգրենք ամեն անգամ այսպես չգրենք, էլի, այս դեպքում ասենք split արա ըստ info-ի, հետո մյուսի դեպքում ասենք split արա ըստ trace-ի, որ այդ չանենք, ուղղակի միտեղ level-ը գրեցինք թե ինչ է, որտեղ դա միակ փոփոխվող բանն էր։ Ու այդ ընդհանուր split-ի ու տպելու կտորը արեցինք այս if-երից դուրս, որ ուղղակի ավելի օպտիմալ ու ավելի սիրուն լինի կոդը։ Այս դեմի լուծում էր, մի այլ լուծում, որ կարանք անենք, այդ նա, որ նկատենք, որ ստեղ միշտ 3 հատ բառ կա, այսպես ասած 1, 2, 3, հետո գայս այդ տեքստը ու ասենք, դե եկեք տեքստը split անենք ուղղակի բացատով, եկեք մի հատ split անենք մի հատ տող բացատով, տեսնենք, եթե գրենք line get split, նայք ինչ է լինում, այս եղավ մեր առաջինը, այս եղավ մեր երկրորդը, այս եղավ մեր երրորդը, մեզ հիմա պետք է այս 4-ից սկսած մնացածը, մենք կարանք վերցնենք 4-ից սկսած մնացած ամեն ինչ, այսքան ծրագրավորման հաշվարկով ասած, երրորդից սկսած, գրենք բան, lines to print, նրանք ինչ պետք է տպենք։ Ու հիմա սա պետք է մենք մի հատ հետ կպցնենք իրար, որտեղ ինքը բաժանվել է, նայեք, ստեղ այս բացատը որ կա, այս արդեն էլի բաժանվել է։ Պետք է իրենց էլի բացատով հետ կպցնենք, այսինքն գրենք probable get join ու lines to print ու այս պատմությունը արդեն տպենք։ Հա, այս փակագիծն էլ եթե մենք կոմ դնենք։ Մեր ելքը եթե տեսնենք, ահա, ելքը նորմալ եղավ։ Այս break-ը եթե հեռացնենք, ահա, սենց էլ խնդիրը լուծվեց։ Այս split-ը ունի որոշ արգումենտներ, որ թույլ են տալիս սա միանգամից անել, բայց եկեք շատ շարժի split-ի սպეციფիկաների մեջ խորանանք, եթե ցանկություն կա, կարող եք դոկումենտացիայում կամ Google-ում կարդալ կամ մեկնաբանություններում գրել, ես պատասխանեմ հետո։ Դե տենց, մի հատ էլ ուրիշ մեթոդ ասեմ ձեռի հետ, որ կարանք նաև գտնենք ինդեքսը, թե որտեղ է գրված էս մեր բառը, նայենք թե որտեղ է սկսվում info-ն ու այդ info-ի ինդեքսը ենթադրենք օրինակ 15-րդ դիրքում է սկսվում ու իր երկարությունը 4 է կամ 5 է, 15 + 4 կամ 15 + 5-ից սկսած մեր ամբողջ տողը տպենք։ Դե ժողովուրդ, merci դիտելու համար։ Եթե այս երրորդ մեթոդի կոդի կարիք կլինի, գրեք, բայց պետք է որ ստացվի։ Այդ էլ կլինի մի հատ լրացուցիչ վարժություն էլ, երևի նույնիսկ լավ է տենց։ Դե շնորհավոր, ֆայլերի բաժինը պրծանք ու դրանով նաև այս բայդրությամբ եղած profound-ի խնդիրները պրծանք։ Հենց որ ապրեք, ձեզ լիքը մալադեց, չենք հանգստանում, ճիշտ մի քիչ կարելի է հանգստանալ, բայց կարելի է շարժվել դեպի Python-ի միջին մակարդակի կուրս։ Ով էլ չշարժվի, ձեզ բարի բախտ, լավ եղեք։